Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք կրթության փորձագետ, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Ատոմ Մխիթարյանին։ Բարև ձեզ, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Մխիթարյան, մեր զրույցն ուզում եմ սկսենք հայ առաքելական եկեղեցու դեմ քաղաքական իշխանության կողմից իրականացվող ամոթալի արշավից, որը ցնցել է մեր հանրության գիտակից հատվածին։ Ձեր գնահատմամբ արդյոք այս արշավը հենց կրթության բացակայության մասին չի վկայում, ընդ որում հենց այն անձանց կողմից, որոնք մեր հանրությանը կրթելու առաքելություն են ստանձնել։ Շատ լավ հարցադրում արեցիք, իսկապես, որովհետև երկու բան խառնվել է իրար, չէ՞, հիմա բոլորը տեսնում են, խոսում են եւ վերջերս հայտնի դարձավ, որ պետական բյուջեից ֆինանսավորվում է, այսպես ասած, նորաձև կրթության մասին քարոզարշավը։ Բոլորիս հարկերի հաշվին։ Այո, եւ այդ նորաձև կրթության քարոզարշավի կազմակերպիչը հարձակվում են ազգային արժեքի վրա։ Ուրեմն տեսեք, այստեղ ինչ համադրություն կարելի է անել։ Պետությունը կառուցվում է որոշակի արժեքային հենքի վրա։ Այդ արժեքային Հայաստանի Հանրապետությունը առավել եւս, որովհետեւ նա իր անկախության հռչակագրում ունի ըստ էության գրած այնպիսի գաղափարներ, որոնք հենց կազմում են մեր պետության հիմքերը, գաղափարական հիմքերի մասին եմ ես ասում։ Եվ դրանցից մեկն ու ամենակարևորը ըստ էության հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին է, կամ հայ առաքելական եկեղեցին, ինչպես մարդիկ գիտեն։ Ուրեմն այդ եկեղեցին դարեր շարունակ պետականության, հատկապես պետականության բացակայության շրջանում ունեցել է պետականաստեղծ կամ պետության ֆունկցիաները իր վրա վերցնող հատկություն։ Եւ դա է պատճառը եղել, որ տարիներ, դարեր շարունակ հայ ժողովուրդը ըստ էության չի կորցրել իր ինքնությունը։ Այսինքն դարերի ընթացքում եկեղեցին դարձել է այն առանցքը, որի շուրջ ձևավորվում է հենց հայի ինքնությունը, հայի արժեքային համակարգը։ Եվ հիմա իշխանությունները, որոնք ըստ էության հարձակում են գործում այդ ազգային արժեքի վրա, առաջին հայացքից թվում է, թե իրենք ուզում են ոչնչացնել, պարզ է, եւ հանել արանքից, այսպես ասած, այդ ազգային արժեքները եւ պետությունը թողել առանց ազգային հիմքերի։ Ընդ որում սա պետք է ասել, որ եթե մի քիչ քաղաքական բովանդակություն տանք մեր զրույցին, պետք է ասել, որ այդ հարձակումը հետևեց անմիջականորեն այն հորդորներին, որոնք հնչեցին Ադրբեջանից, չէ՞, նրանց հոգևոր կրոնական առաջնորդը ինչ որ հայ եկեղեցու նկատմամբ ինչ որ բառեր իրեն թույլ տվեց։ Զարմանալիորեն նույն խոսույթով են խոսում թե իրենք եւ Ադրբեջանի ղեկավարությունը։ Հայելային պատկերն է, լրիվ հայելային պատկերն է, այսինքն այնտեղից ազդակը գալիս է, Հայաստանի իշխանությունները եւ վարչախմբի պարագլուխը միանգամից այդ ուղղությամբ գործողություններ է ձեռնարկում։ Հիմա երևի նրանք սպասում են, որպեսզի այս գործողությունները որոշակի ընթացք ստանան, հաջորդ ուղերձը կգա։ Եվ այս Հայաստանի իշխանությունները էլ չեն սպասում ուղակի, այսպես ասած, հրահանգների, իրենք ամեն ինչ անում են հաճոյանալու, այսինքն եթե մի ուղերձ գալիս է Ադրբեջանից, նրանք ամեն ինչ անում են ավելի լավ իրենց ցույց տալու, լավ ճակերտների մեջ իհարկե, իրենց ցույց տալու, որպեսզի հաջորդ անգամ ավելի բարձր գնահատականի արժանանան եւ կարողանան վերջին հաշվով մեր ժողովուրդն էլ պիտի իմանա, այս ամբողջը արվում է իշխանությունը երկարաձգելու համար։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստանալու, որը Ադրբեջանը կարծես թե մտադիրել չի ստորագրել։ Մտադիր չի, որովհետեւ դա եւս մի լծակ է այդ իշխանությունների վրա ազդելու, որովհետեւ նրանց ազդեցության տակ պահելու։ Եթե, այո, հենց այդպես էլ կա։ Իսկ մեր հանրությունը սրան ինչպես պետք է հակազդի, պարոն Մխիթարյան, որտեղ տեսնում ենք բավականին լուրջ դժգոհություն է առաջացել առնվազն հանրության գիտակից հատվածի շրջանում։ Հանրության զգալի հատվածը հենց առաջին իսկ օրից որոշակի ուղղվածություն արդեն ուներ նրա մտքերը, հասարակական պահանջ ըստ որում առաջացավ, նույնիսկ շատերը խոսեցին, այդ թվում նաև ես, բանադրանքի պահանջի մասին։ Ուրեմն այն մարդիկ, որոնք չգիտեն, ասեն, որ եկեղեցին իրավունք ունի եւ իր ուղեցույցներով, կանոններով, կանոնակարգերով սահմանված է, որ այն հետևորդները, հոտի անդամները, որոնք անարգում են եկեղեցուն կամ այնպիսի արտահայտություններ կամ այնպիսի պահվածք են դրսևորում հասարակական դաշտում, որը վայել չի հային իր ազգային նկարագրով, նրանց ուղղակի հեռացնում են հոտի շարքերից։ Սա է բանադրանքի ենթարկելը եւ այդ թվում նաեւ ես կոչ արեցինք, որպեսզի եկեղեցին էլ չհապաղի, հենց առաջին իսկ քայլերից, հարձակումներից հետո պիտի բանադրանքի ենթարկեր
Չնայած հիմա էլ ուշ չի, բանադրանքի ենթարկի այդ բոլոր նման մարդկանց, որոնք իրենց համարում են իբր թե հոտի անդամ, այսինքն Եկեղեցու պաշտպանության մասին են խոսում, կարծես թե մոռանալով քանի եկեղեցի են հանձնել օրինակ թշնամուն մարդիկ։ Այո, շատ ցավալի է։ Եվ դրանից հետո խոսել եկեղեցում ինչ որ կարգերի կանոնների խախտման մասին ուղղակի ծիծաղելի կարելի է թվալ, էլի։ Եվ հասարակական պահանջել կա դրան։ Այսինքն այն մարդիկ, որոնք հավատավոր հետևորդներն են հայ առաքելական եկեղեցու, նրանց համար շատ անհարմար է գտնվել այնպիսի մարդկանց հետ, այնպիսի մարդկանց կողքին, որոնք հարձակվում են անընդհատ այդ եկեղեցու վրա։ Եվ նրանց ուղղակի պետք է հեռացնել եկեղեցուց, իսկ այդ դեպքում ամեն ինչ հարթ պիտի որ անցնի։ Ընդ որում սա ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, որ այն մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, պետական պաշտոնյաներ են, այսինքն պետությունն են վերջին հաշվով ներկայացնում, նրանք չպիտի իրենց քիթը խոթեն եկեղեցու գործերի մեջ։ Նույնը գրված է իհարկե եկեղեցու կողմից, այսինքն եկեղեցին էլ քաղաքականությամբ չպիտի զբաղվի։ Եվ այս բոլոր հարաբերությունները մեր հեռուստադիտողների համար ասենք, որ ամրագրված է նաև օրենքով, որը 2007 թվականին ընդունվել է եւ օրենքով շատ լավ սահմանվում են բոլոր հարաբերությունները, որոնք պիտի ունենա Հայաստանի Հանրապետությունը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Մենք կրթվել է նորաձև է արշավից խոսեցինք, ես նախաձեռնության հեղինակ Աննա Հակոբյանն էլ վերջին շրջանում մի շարք հայհոյախառն գրառումներ էր կատարում Facebook-ում, վստահ եմ դուք տեսել եք դրանք, վիրավորում իրեն քննադատող գործիչներին, ընդ որում բավականին կոշտ ու կոպիտ բառապաշարով։ Ինչպես եք վերաբերվում այս երևույթին եւ որքանով է կոռեկտ, երբ նման գրառումներ է անում մի մարդ, ով հասարակությանը կրթելու առաքելություն է ստանձնել։ Գիտեք, ուղղակի ամոթ է, պետք է ասել, ամոթ է, եւ մեր հասարակությունն էլ շատ լավ գիտակցում է իհարկե այդ ամբողջը, որովհետեւ կրթելու մասին խոսել այնպիսի մեկը, որը ընդ որում վերջերս էլ պետական համալսարան այցելեց, չէ, պարագլուխը։ Ուրեմն այնպիսի մեկը, որը ուրեմն բարձրագույն կրթության դիպլոմ չունի, եւ խոսել կրթության մասին, հետո ինչ որ գաղափարախոսական, ինչ որ ուղերձներ հղել, այսպես ասած, բերված հասարակությանը, որովհետև ես տեղյակ եմ, որ որևէ մեկը հետաքրքրված չի այդ ուրեմն մեթոդով կրթվելու։ Շատ դժվարությամբ են դահլիճներ լցնում։ Նրանց ուղղակի բազմաթիվ են մամուլում։ Այո, ժողովուրդը շատ լավ գիտի, նրանց բերման են ենթարկում, երբեմն ուրեմն ինձ հայտնի է դարձել, որ խաբելով են մարդկանց տանում։ Նախապես չեն ասում, թե ուր են տանում, օրինակ ինչ որ լավ բան են նկարագրում, իբր թե դրա համար են տանում եւ պարզվում է, որ նրանք հանդիպելու են այս մոդայիկ կրթությանը, որը ուղղակի ամոթանլի է, եւ այդ ամբողջը հետո էլ հեռուստատեսությամբ ցույց տալ իբր թե ամեն ինչ լավ է, իհարկե այդպես չի։ Ես մտածում եմ, որ սա ըստ էության մնացել է այդ վերջին հնարավորությունը օրվա իշխանություններին ինչ որ բան անելու եւ ինչ որ բան ցույց տալու, որովհետեւ բոլոր ոլորտներում, բոլոր բնագավառներում դրանց բոլոր նախաձեռնությունները ըստ էության ուրեմն պարտության են մատնվել, այսինքն չեն եղել, մանավանդ որ եթե խոստացել են ինչ որ մի բան։ Սա է իրավիճակը, կրթության մասին նորից ասեմ, էլի, որպեսզի սա շեշտադրվի, կրթության մասին իրավունք պիտի ունենան խոսել են մարդիկ, որոնք կրթության ոլորտում որևէ հետագիծ ունեն։ Չի կարելի ասենք երեք առաջի օրը լրիվ ուրիշ ոլորտում ինչ որ մի զբաղվածություն ունեցող մեկին բերել եւ կրթության մասին խոսել տալ, առավել եւս կրթության կարեւորության մասին։ Եվ սա է պատճառը, որ դա ընդհակառակը հակառակ ազդեցությունն է ունենում եւ մարդկանց մեր եկող սերնդին ընդհանրապես վանում է կրթությունը։ Գուցե նպատակը հենց դա է։ Գուցե եւ հենց դա է, այո, հիմա կարելի է բացահայտ նաեւ այդ մասին ասել, որովհետեւ այդ կրթության այսպես ասած մոդայիկ դարձնելուց ի վեր Հայաստանում կրթության որակը էապես ընկել է։ Մարդիկ այլևս հետաքրքրված չեն, նոր եկող սերունդի մասին եմ ասում։ Հետաքրքրված չեն զբաղվելու կրթությամբ, կրթվելու, ինքնակրթվելու, զարգանալու եւ այլն։ Նույնը վերաբերում է մեր հանրակրթությանը, վերաբերում է մեր բարձրագույն կրթությանը, մեր երիտասարդների մոտ հետաքրքրվածությունը կրթության նկատմամբ ընդհանրապես պակասում է, այն կրթությունն էլ, որ նրանք ստանում են աշխատաշուկայում, չեն կարողանում դրսևորել եւ այլն։ Եվ այս առումով, տեսեք, 70 տարի շարունակ ուրեմն խորհրդային միության շրջանակներում Հայաստանը ունենալով կրթության ամենաբարձր ցենզը, որովհետեւ հարաբերական ուրեմն առումով բարձրագույն կրթություն ստացածների թիվը ամբողջ ժողովրդի հարաբերակցությունը տոկոսային առումով այո ամենաբարձրն էր Հայաստանում
եւ 60-70% մեզ մոտ ստանում էին բարձրագույն կրթություն եւ դա էր դրա առհավատչան նաեւ այն էր, որ Հայաստանում բարձր զարգացած արդյունաբերություն կար, Հայաստանում գիտությունն էր շատ արագ տեմպերով զարգանում եւ այլն։ Եվ հիմա ինչ ունենք, մենք ունենք ողջ խորհրդային տարածքում, նաեւ տարածաշրջանը ավելացրած ամենավերջին տեղում ենք հիմա կրթության որակի առումով։ Ուղղակի ցավալի է եւ եթե այսպես ասած նորաձև կրթության քարոզարշավը շարունակվի, ես չգիտեմ իշխանության փոփոխությունից հետո, որը ամենաուշը պիտի լինի 1 տարուց, իշխանության փոփոխությունից հետո ինչքան ջանքեր եւ ռեսուրսներ պիտի ծախսվեն, որպեսզի գոնե վերականգնվի այն, ինչ ունեինք մենք այս 7-8 տարի առաջ։ Պարոն Մխիթարյան, այս ուսումնական տարվա վերջին բոլորիս ուշադրությունը մեր դպրոցներում տիրող քաոսալի իրավիճակի վրա էր կենտրոնացած, մասնավորապես Մերձավանի դպրոցում ուսուցիչները, աշակերտները մի ուսուցչի էին թիրախավորել, իսկ Մղչյանի դպրոցում էլ ավելի սարսափելի միջադեպ արձանագրվեց, աշակերտների շրջանում թմրանյութ էր շրջանառվել։ Ըստ ձեզ ինչու է մեր դպրոցներում նման քաոս ստեղծվել եւ ով է սրա պատասխանատուն։ Վստահ եմ նման դեպքերը եզակի չեն, պարզապես մենք ենք, որ եզակիների մասին ենք տեղեկանում։ Դուք իրավացի եք, որովհետեւ ըստ էության այդ երկու դեպքերը դրանք այսբերգի միայն երևացող մասն են։ Դուք պատկերացրեք, ուրեմն այսբերգի միայն 10%-ն է երևում ջրի վրա, մնացած 90%-ը չի երևում։ Եվ պատկերացրեք, թե ինչպիսի աղետալի իրավիճակ ունենք մենք հանրակրթության եւ ընդհանրապես կրթության ոլորտում։ Սրանք ուղղակի բացահայտ օրինակներ էին, որ եկան ցույց տալու, թե Հայաստանում ինչպիսի իրավիճակում է գտնվում կրթությունը, որ ոտնակոխ են արված մեր ազգային արժեքները, հենց կրթության ամենասկզբնական շրջանից, հենց մանկապարտեզից, դպրոցից եւ այն արժեքները, որոնք մեր այսօրվա ուսուցիչները ստացել են իրենց կրթության ընթացքում, ըստ էության խոչընդոտվում է պետական ձևով, պետության կողմից խոչընդոտվում է, որպեսզի այդ արժեքները նրանք կարողանան փոխանցել եկող սերունդին։ Ինչպես է խոչընդոտումը տեղի ունենում, դա տեղի ունենում դասագրքերի միջոցով, որովհետեւ տեսեք, ուսուցիչները շատերը ինձ գիտեն, զանգահարում են անընդհատ իրար հետ խոսում ենք, նրանք դաստիարակված են մի արժեքային համակարգում, դասագրքերում գրված է դրա լրիվ հակառակը։ Եվ այս մարդիկ հիմա երկվությամբ պիտի տառապեն կամ այդպիսի իրավիճակում հայտնվեն, որպեսզի կարողանան այդ այսպես ասած նոր գաղափարները հասցնել երիտասարդ սերունդին։ Նրանք ըստ էության չեն անում դա, բայց դա երկար շարունակվել չի կարող։ Հասկանում եք, եւ այդ արժեքների ոտնակոխ անելը, Արարատի պատկերը հանել դասագրքերից, հայոց եկեղեցու պատմությունը հանել, ըստ էության այս հարցակումը եկեղեցու վրա հենց սկսվեց դրանից, այո, հենց առաջին օրվանից հանեցին հայոց եկեղեցու պատմությունը։ Այո, դրանք քայլ առ քայլ բերում են դրան, տեսնենք թե մինչև ուր պետք է հասնենք։ Ուրեմն եկեղեցու պատմությունը հանեցին, իբր թե միավորեցին հայոց պատմության հետ, հայոց պատմության անունը փոխվեց, շատ արագ է ընդ որում էս ամբողջը տեղի ունենում։ Հայոց պատմության ժամանականակն էլ կրճատվեց 6-րդ դասարից պատմության ժամանականակը կրճատվեց եւ այն բոլոր թեմաները պատմության, որոնք կարող էին վերաբերվել մեր ազգային ազատագրական շարժմանը, արցախյան շարժմանը, մնացած բաներին, հիմա դուրս են հանում արդեն դասագրքերից։ Հասկանում եք, ստացվում է, որ ավելի լավ էր վերցնեիք ադրբեջանական դասագրքերը եւ այդ դասագրքերով անցնեինք պատմությունը միանգամից Հայաստանի դպրոցներում։ Սա է ձեր ուզածը։ Մի անգամ համոզմունք եք հայտնել, որ այդ դասագրքերը Բաքվում ու Ստամբուլում են խմբագրվում առնվազն։ Ամենայն հավանականությամբ, որովհետեւ ընդ որում գիտեք ինչ է, ոչ թե ուղղակի եմ ես դա ասել, որովհետեւ մեր, այսպես ասած, ճղճիմ այսպես ասած, չգիտեմ, որոշում կայացնողները իրենց այդ ճղճիմ մտածողությամբ հաճոյանալու համար, նորից եմ ասում, իրենք գիտեն, չէ, իրենց տերերը ովքեր են եւ ովքեր են հետևում թե դասագրքերում ինչ է գրված։ Նրանք նրանց հաճոյանալու համար ավելի, ինչպես ասում են, Հռոմի պապից կաթոլիկ են դառնում եւ ավելի վատ բաներ են անում Հայաստանի հայ ժողովրդի մեր ազգային արժեքների նկատմամբ, քան թե դա կաներ նույնիսկ օտարը։ Այսպիսի իրավիճակում ենք հայտնվել։ Մենք դպրոցներում նաև թմրանյութերի շրջանառությունից խոսեցինք։ Այս շրջանառությունը կանխելու նպատակով ԿԳՄՍ-ն նախատեսում է հսկիչ անցակետեր տեղադրել դպրոցներում եւ որոշ տեղեկություններով էլ նաև խուզարկել աշակերտներին դպրոց մուտք գործելիս եւ դուրս գալուց։ Ինչ եք կարծում, սա որքանով կնպաստի թմրանյութերի շրջանառությունը կանխելուն, քանի որ աշակերտները կարող են օրինակ նույն թմրանյութը պատուհանից դպրոց մտցնել եւ հնարավոր խուզարկությունը արդյոք չի ոտնահարի մեր երեխաների իրավունքները։ Գիտեք ինչ, այս դրվագները, երբ որ ես լսում եմ, հասկանում եմ, որ ինչ որ
Գիտեք, ինչ որ սիտուացիոն մոտեցումներ են ուզում ցույց տալ, ինչ որ մի բան անելու կամ այդ մի բանը ոչ էլ անելու, այլ ցույց տալու համար, թե ինչ որ մի բան արվում է։ Չի կարելի նման բան անել։ Ով ասաց, որ պետք է դպրոցներում այդպեսի, չգիտեմ, ինչ որ անցագրային կետեր անեն, դպրոցը կրթություն տալու համար է, կրթություն ստանալու համար է։ Եվ դուք ինչ որ ձեր մեխանիզմներով փորձել այդ կրթական գործընթացը խաթարել, դա է ձեր նպատակը։ Չի հաջողվելու դա, նման բան չի լինելու, պարզ է։ Իսկ թմրանյութերի շրջանառությունը ահռելի չափերի է հասել Հայաստանում։ Եվ դրա մեջ ցավալի է, բայց ներգրավված են նաև անչափահասները։ Սա մեր սերունդին, մեր նոր եկող սերունդին ուղղակի վերացնելու է։ Հասկանում եք, մի ձև է, երբ որ նրան տանում են, ինչպես արեցին, տանում են պատերազմ զոհելու հանուն ոչնչի, մի ուրիշ բան է, որը ավելի, գիտեք, դանդաղ է տեղի ունենում, բայց ավելի սահմռկեցուցիչ է, ավելի վտանգավոր է։ Նոր սերունդին ուղղակի հակում են դեպի թմրանյութերը։ Հասկանում եք, դրա մասին նույնիսկ խոսելով բոլորս ենք տեսնում, միտումնավոր կերպով։ Հաստատ, այս ամբողջը բերում է իսկապես մեր սերնդի վերացմանը, նոր եկող սերնդի վերացմանը, եւ սրա դեմ պետք է անպայման պայքարել, ձայն բարձրացնել, ես կոչ եմ անում նաեւ մեր ուսուցիչներին, կրթության ոլորտի մասնագետներին, ընդհանրապես մտավորականներին, որովհետեւ ինչ որ բան փոխելու համար մեր երկրում այլևս այդպիսի դրվագային մոտեցումները անզոր են։ Մենք ինչ որ բան փոխելու համար պետք է, ինչպես ժողովուրդն է ասում, ձուկը գլխից է հոտում, պետք է ձկան գլուխը փոխել։ Այսինքն կառավարման ամբողջ ինստիտուտը հենց ղեկավարությունից սկսած կամ իշխանությունը, դրա մասին պետք է ուղիղ ասել։ Հայաստանում մինչև իշխանությունը չփոխվի, այս երևույթները տարածվելու են եւ ավելի վախենալու դա։ Ավելի սարսափելի միջադեպերի են ականատես լինելու, ցավոք սրտի։ Պարոն Մխիթարյան, սրան զուգահեռ վերջին տարիներին մեր երեխաների շրջանում նաև աճում է ֆունկցիոնալ անգրագիտության ցուցանիշը, մինչև 10 տարեկան երեխաների մի զգալի մասը չի կարողանում ընկալել այն պարզ տեքստերը, որոնք նա կարդում է։ Ինչով է այս իրողությունը պայմանավորված եւ սրա դեմ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, այսպես աճը կանխելու, հնարավորինս մեղմելու այս իրավիճակը։ Ուրեմն այս իրավիճակը իսկապես շատ սարսափեցնող իրավիճակ է, մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, էլի, որ կարող է, ասենք թե դպրոցական 3 երեխայից 2-ը, օրինակ, ինչ որ մի կերպ կարողանա տառերը կարդալ, բայց չհասկանա թե ինչ է գրված, բառ չկարողանա կազմել, վանկերը, այն ժամանակ, երբ որ նոր սկսվում է, սա ուղղակի անթույլատրելի է մեր ազգի ժողովրդի համար։ Բայց այս երևույթները, հասկանում եք, դրվագային չեն, նրանք ընդհանուր խորապատկերի վրա պիտի նայենք։ Տեսեք, վերջին շրջանում Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո ինչ տեղի ունեցավ։ Այսպես ասած, ատեստավորման գործընթաց սկսվեց։ Դա էլ մի քարոզարշավ էր, չէ՞, որը մինչև հիմա շարունակվում է։ Նախարարը այն օր ասում էր 600,000 դրամ ստացող ուսուցիչներ ունենք։ Այո, հələ թող անունները ասեն, էլի հետաքրքիր է։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Այսպես թե քանի որ իսկապես կարևոր է, որպեսզի ուսուցչի աշխատավարձը բարձր լինի, եւ դա իրեն հարգող հասարակությունը պետք է իրեն այդ շռայլությունը թույլ տա, ուսուցչի աշխատավարձը պիտի լինի ամենաբարձրը։ Այստեղ մի քիչ շեղվելով, ես ասեմ, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պարտված ջախջախված ըստ էության երկրները, Ճապոնիան եւ Գերմանիան, առաջին բանը, որ արեցին պատերազմի ավարտից հետո, նրանք ամենաբարձր աշխատավարձերը սահմանեցին ուսուցիչների բժիշկների համար։ Եվ անցավ ընդամենը 30-40 տարի եւ ունեցան արդյունքը, որովհետեւ 1-2 սերունդ կրթվեց եւ ունեցան այն արդյունքը, որ Գերմանիա եւ Ճապոնիան հիմա զբաղեցնում են աշխարհի առաջատար տնտեսությունների 3-րդ եւ 4-րդ տեղերը։ Հասկանում եք, ինչքան կարևոր է, որպեսզի կրթությունը ճիշտ ֆինանսավորվի եւ դա պետք է անեն ամբողջ հասարակությունը իր իշխանությունների միջոցով։ Հիմա գանք Հայաստանին։ Հայաստանում ինչ ունենք։ Հայաստանում ուսուցչի աշխատավարձը, նրա վիճակը ամենավատն է տարածաշրջանում։ Նրա ստացած չնչին գումարները համեմատելի չի նույնիսկ, չգիտեմ, միշտ այդ համեմատությունն եմ ես անում ոստիկանի աշխատավարձի հետ։ Նրա կեսն է ընդամենը։ Միջին աշխատավարձի մասին ենք խոսում։ Եվ հնարվեց, այսպես ասած, ատեստավորման գործընթացը իբր թե ուսուցիչների աշխատավարձերը որոշ մարդկանց մոտ ինչ որ մրցակցություն առաջացնելու, ավելացնելու համար։ Եւ հիմա հարց, քանի տոկոսն է օգտվել այդ հնարավորությունից։ Պարզվում է, որ հետաքրքրություն է ցուցաբերում ուսուցիչների ոչ ավել քան 20%-ը, 5-ից 1-ը,
եւ ոչ ավել քան 10%-ն է հաջողվում այդ մեթոդով ինչ որ գոնե ընդունելի չափով աշխատավարձերը բարձրացնել։ Այս իրավիճակ ուղղակի անթույլատրել է եւ արդյունքը դա է, դա կարող է անգրագիտության մեծացումը։ Մյուս բանը, որ եղավ սրանից տարի ու կես առաջ, ուրեմն մեր տարական դպրոցի ուսուցիչները, որոնք շատ մեծ փորձ ունեին եւ խորհրդային ժամանակ չէին ստացել բարձրագույն կրթության դիպլոմ, բայց ունեին մասնագիտական կրթության դիպլոմներ եւ նրանք տարական կրթության ուսուցիչներ էին։ Ուրեմն վերցրեցին եւ հազարավոր, հազարից շատ ուսուցիչների ուղղակի դպրոցից դուրս հրավիրեցին։ Այդ հրավիրելը դեռ ես մեղմ եմ ասում։ Ուրեմն այդ դուրս հրավիրելուց հետո ինչ ունեցանք, աղետալի իրավիճակ, որտեղ այդ երեխաներին սովորեցնողը, ասենք 20-30 տարի մարդը գիտի թե ինչպես է երեխային կարդալ, գրել, գրագիտությունը ընդհանրապես սովորեցնում եւ նրան հանում ես եւ տեղը ոչ մի բան չես առաջարկում։ Սա եւս եկավ լրացնելու այդ համայնապատկերը եւ մենք ունեցանք այո այդ ֆունկցիոնալ անգրագիտությունը, դա ուղղակի աղետալի այդ մարդը ավարտելուց հետո դպրոցը նա ոչ միայն չենք ասում բարձրագույն կրթություն չի ստանա, նա տարական գրագիտություն չի ունենա, նույնիսկ իր աշխատավայրում, նույնիսկ եթե աշխատանք ձեռք բերի գտնի, այդ աշխատանքում տարական ինչ որ գործողություններ անելու, հասկանում եք, այդ անգրագիտությունը նորից պիտի վերադառնանք 20-րդ դարի այն 20-30-ական թվականները, երբ որ լուսավորության, այդպես ասած, կենտրոններ էին բացում, ակումբներ եւ արդեն տարբեր տարիքների մարդկանց համար մենք պիտի սկսենք իշխանության փոփոխությունից հետո գրագիտության դասեր նոր սկսել իրական կրթության։ Եվ օրինակ նաև տարական դպրոցներից հանում են քննությունները, գիտենք 4-րդ դասարանի երեխաներն այլևս քննություններ չեն տալիս, անբավարար գնահատականներն են վերացրել դպրոցից։ Այս ամենը հաշվի առնելով, համադրելով չի ստացվում, որ այս ամենը հենց հատուկ միտում է կրում, որովհետև հենց անգրագետ եւ նման սերնդին կառավարելը շատ ավելի հեշտ է, քան բանիմաց եւ գիտակից սերնդին, որը կարող է նույն իշխանության համար լուրջ խնդիրներ առաջացնել։ Այո, դուք իրավացի եք, ես գիտեք հենց սկզբից, որ ինչ որ այսպես ասած ճակերտներով բարեփոխումներ էին անում կրթության ոլորտում եւ այդ բարեփոխումները արդյունք չէին տալիս, առաջին տարին, երկրորդ տարին ես մտածում եի գուցե մարդիկ փորձ չունեն, գուցե հարցնեն իմանան եւ տեսնեն ինչպես անել, անգիտակցական են անում, գուցե լավ բան անելու ձգտումով, բայց դա շարունակվեց արդեն 7 տարի եւ տեսնում ես, որ դա իսկապես միտում կարող է լինել դրա մեջ, որովհետեւ դրան հետեւում է նաեւ օրենսդրության մեջ, այսինքն օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ, որոնք ուղղակի միտում ունեն անգրագետ սերունդ դաստիարակելու, արժեքներից կտրված սերունդ դաստիարակելու։ Եվ այո, հիմա բացահայտ կարելի ասել, որ միտումը դա է, եւ շատ արագ այդ ամբողջը, շատ զարմանալիորեն շատ արագ տեղի ունեցավ, եւ անգրագետների մեծամասնությունը, որը հիմա մեծամասնություն է ըստ էության կազմում, նորից եմ ասում, ցավալի բաներ եմ ասում, դրանց ոչ միայն կառավարելն է հեշտ, նրանց իրենց ետևից տանելն է շատ հեշտ, հասկանում եք, երբ որ դու մեկ նախադասություն, մեկ բառ ասելով քո նմանների եւ այն բառամթերքով ինչ որ օգտագործում են ձեր ասած անձնավորությունները, այդ բառամթերքով այո, իրենց մակարդակի մարդկանց իրենց հետևից տանելու շատ լավ հնարավորություն է ստեղծվել Հայաստանում։ Ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական մի շարք դպրոցներում դասագրքեր առհասարակ չհայտնվեցին աշակերտների սեղաններին, մի շարք առարկաներից եւ մեր ուսուցիչները այս բացը տարբեր կերպ փորձեցին լրացնել։ Օրինակ ԿԳՄՍ նախարարը իր վերջին ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ սեպտեմբերի դրությամբ այս խնդիրը լուծված կլինի եւ մենք բացակայող դասագրքեր այլևս չենք ունենա։ Ինչ եք կարծում, կհաջողվի այս խնդիրը իսկապես լուծվել, թե մենք նույն պատկերին ենք ականատես լինելու սեպտեմբերին։ Դե գիտեք, խոստումներին եթե նայենք ոչ, բայց իրականությանը երբ որ նայում ենք, տեսնում ենք այո, ավելի վատ ձևով է լինելու։ Նայեք, եթե նախ անցած ուսումնական տարում մենք ունեինք դասագրքեր, որոնք մշակված էին, բայց տպագրված չէին եւ դպրոց հասան ուշացումով, անցած ուսումնական տարվա, այսինքն որը հիմա դեռ ընթացքի մեջ է 24-25 թվականի ուսումնական տարում, մենք ըստ էության ունենք շուրջ 10-նյակ դասագրքեր, որոնք դպրոց չմտան։ Եվ դա պատճառը նա չէր, որ այդ դասագրքերը ուրեմն չմշակվեցին, այլ ուղղակի այսպես ասած որոշում կայացնողները որոշեցին, որ մշակված դասագրքերից որոշ դասագրքեր
չեն համապատասխանում չափորոշիչներին։ Եվ հիմա մեր ուսուցիչները ինչ են անում, ոչ մի բան չունեն անելու, որովհետև նրանք ոչ դասագրքեր ունեն, ոչ համապատասխան նյութեր ունեն աշակերտների հետ աշխատելու։ Աշակերտներին ինչ որ փոքրիկ հանձնարարություններ են տալիս, թարգմանում են, ինտերնետից գտած ինչ որ նյութեր են տալիս, ըստ էության այդ ժամերը, որոնք նրանք անցկացնում են տվյալ դասագիրքը, դասերը, դասընթացը յուրացնելու համար, կարելի է ասել կորցված ենք մենք տեսնում։ Այս իրավիճակ ունենք։ Տեսնենք այս տարի ինչ կլինի։ Շուտ են հայտարարել մրցույթը, բայց արդյունքները դեռ հայտնի չեն։ Լավատես չեք էս առնվելի։ Չէ, որովհետև մեր աչքի առջև ունենք հենց դա։ Եվ լավ օրինակ անցած տարվա 10-րդ դասանի պատմության դասագիրքն էր, երբ որ Հայաստանի լավագույն մասնագետները ներգրավված էին դասագրքի մշակման գործընթացում, Պատմության ինստիտուտը, ակադեմիայի, Հայոց պատմության ամբիոնը, պետական համալսարանի, բայց այդ դասագիրքը չմտավ դպրոց, որովհետև ինչ որ մեկի քմահաճույքով այդ դասագիրքը իբր թե չէր համապատասխանում այդ չափորոշիչներին։ Այսպիսի իրավիճակ ունենք։ Ինչի համար? Որովհետև այնտեղ կային ազգային արժեքներ, որովհետև այնտեղ կային այնպիսի իրադարձությունների մասին այնպիսի գնահատականներ, որոնք դուրս էին գալիս մեր ազգային ինքնագիտակցության հիմնավորման տեսանկյունից։ Համահունչ չէին իրական Հայաստանում։ Եվ քանի որ այսպիսի իրավիճակ ունենք, այդ դասագիրքը չմտավ եւ հիմա մեր 10-րդ դասարանցիները չգիտեն ինչ անեն պատմության ժամերին։ Եվ պարոն Մխիթարյան, թեպետ նախարարությունը պարբերաբար, այսպես ասած, ինքնագովեստով է զբաղված, պնդում են, որ մեր հանրակրթական դպրոցներում ներդրվել է ներառական կրթության համակարգը, որը շատ հաջող գործում է, առնվազն իրենց պնդմամբ, բայց տարեվերջին մենք էլի միջադեպ ունեցանք, երբ աուտիզմ ունեցող երեխաներին թույլ չէին տվել վերջի զանգին մասնակցել, բավականին աղմուկ բարձրացավ։ Ձեր դիտարկմամբ ինչի մասին է սա վկայում, արդյոք չի նշանակում, որ այդ ներդրված համակարգը առնվազն իմիտացիոն բնույթ է կրում։ Այո, մեզ մոտ կրթության ոլորտում, ոչ միայն կրթության ոլորտում, տնտեսության տարբեր ոլորտներում, տարբեր բնագավառներում ըստ էության այն ինչ որ արվում է, ցուցադրելու համար է արվում, հասկանում եք, որովհետև տեսեք, հենց ձեր ասած օրինակը լավագույն օրինակներից մեկն է։ Եվ մի դեպք չէր, մի քանիսն էին։ Այո, լավագույն օրինակներից մեկն է, որովհետև ոչ միայն պետական բյուջեից, այլ նաև միջազգային կազմակերպություններից, դոնորներից ստացված գումարները բերվել են Հայաստան, որպեսզի ներառական կրթությունը դառնա սովորական երևույթ մեր հանրակրթության համար առնվազն։ Եվ պարզվում է ինչ ունենք։ Ուրեմն այդ գումարները ծախսելուց շատ լավ կարողանում ենք ծախսել, այդ ամբողջը շատ նորմալ անում ենք, բայց այն ժամանակ, երբ որ գալիս է այդ ամեն ինչը, օրինակ, իրականության մեջ դրսևորում, որպեսզի նա գտնի, պարզվում է, որ չկա։ Որովհետև այդ երեխան, տեսեք, ամբողջ 1 տարի, առնվազն 1 տարի, ասենք, այդ դասարանի հետ մասնակցել է դասերին։ Նա քիչ թե շատ ինտեգրվել է իր դասարանցիների հետ։ Եվ հիմա եկել է այդ երեխայի համար ամենաբաղձալի պահը, երբ որ նա պիտի ցույց տար իր ստացած գիտելիքները, իր մոտեցումները կյանքին, նա պիտի անցնի նոր փուլ իր կյանքում, այսինքն շեմը անցնի դեպի նոր կյանք դպրոցը ավարտելուց հետո եւ պարզվում է, որ նրան արժի թույլ չտալ, որ նա մասնակցի օրինակ այդ հանդիսություններին վերջին զանգի, որը երեխաները դուք գիտեք ինչքան սրտի տրոփյունով, այո, նրանք սպասում են, որպեսզի այդ օրը գա եւ նրանք կարողանան իրենց ցույց տալ, այսպես ծնողներին, ուսուցիչներին եւ այլն։ Եվ դա նպաստելու է նրան, որ վաղը մյուսօրեն մյուս երեխաները չեն գնա այդ ուղով, իսկ այն երեխաներին, որոնց թույլ չտվեցին, նրանց համար դա մեծ տրավմա է։ Եվ նրանք կյանքում ինտեգրվելու հնարավորություն չեն ունենա։ Նրանք ուղղակի կմեկուսանան հասարակությունից։ Իսկ մենք շատ այդքան հարուստ հասարակություն ենք, որ մեր երեխաներին, մեր երիտասարդներին ուղղակի մեկուսացնենք եւ նրանց պոտենցիալը չօգտագործենք մեր հասարակության, մեր տնտեսության զարգացման գործում։ Անթույլատրելի է։ Պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, շատ շնորհակալ եմ, որ այդ արդիական եւ հետաքրքիր թեմաների միշտ բարձրացնում ենք ձեզ հետ միասին, հուսանք, որ առաջիկայում եւ դա չի ուշանա, այդ ամբողջը մենք կարողանանք ուղղակի կյանքի կոչել եւ ոչ թե խոսել միայն դրանց վատ հետևանքների մասին։ Լավատես լինենք։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք կրթության փորձագետ, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։ Կհանդիպենք։